Մեզ հակադարձում են, թե եկեղեցու նկատմամբ ոտնձգությունը եկեղեցու դեմ չէ, որոշ եկեղեցականների դեմ է, սուտ է։ Եթե եկեղեցու դեմ չէ, ինչու մինչև հիմա չեն զբաղվել այդ հարցերով եւ հիմա ինչ որ բաներ են մոգոնում։ Կամ այն սրբազանները, որ գնացել են Նիկոլի հետ հանդիպման, չգիտեին, որ սահմանադրությամբ եկեղեցին ու իշխանությունը տարանջատված է։ Գիտեին, ու եթե գնացել էին Նիկոլի ձեռքը սեղմելու, նույն սրահում նույն օդը շնչել արտաշնչելու, ապա միայն այն նպատակով պետքա դա լիներ, որ ասեին՝ մի խառնվեք եկեղեցու գործերին, մենք կաթողիկոսի հետ էլ կխոսենք, Արշակ սրբազանի հետ էլ կխոսենք եւ մեր եկեղեցու տարածքում կգանք որոշման։ Երեք arczepiskopos-ի կալանքի մեջ պահողի հետ գնացել են հոգևորականը, ինչ ունեն քննարկելու։ Եթե ոչ պահանջ, որ ազատ արձակեն իրենց հոգևոր եղբայրներին։ Կատարվողը կրկնում եմ կոնկրետ եկեղեցու դեմ է։ Եթե հոգևորականների դեմ եւ ոչ եկեղեցուն, ապա ոնց կբացատրեք, որ այս պահին հարցակման տակ են ոչ միայն հոգևորականները, կալանքի տակ են ոչ միայն հոգևորականներ, այլ մարդիկ, որոնք կառուցում են եկեղեցիներ։ Եթե նրա կռիվը հոգևորականների հետ է, այդ դեպքում ինչու է եկեղեցին անվանում Չուլան։ Բնականաբար քրեական օրենսգրքում եթե լիներ, որ եկեղեցի կառուցելը հանցագործություն է, Սամվել Կարապետյանին կամ Վարդան Ղուկասյանին կբռնեին դրա համար, բայց քանի որ դեռևս հանցագործություն չէ Հայաստանում եկեղեցի կառուցելը, դրել են տակը այլ հոդված։